Մարդը ռոբոտ չէ։ Մենք չենք կարող մի քանի վայրկյանում ծրագրավորել նրան, վերջում էլ Enter սեղմելով փոխել իր կարգավորումները կամ ճաշակն ու կարծիքները։ Դրա համար գոյություն ունի կրթություն ասվածը, որը ռոբոտներին պետք չէ, բայց մարդկանց դեպքում միակ միջոցն է նրանց մեջ որևէ արժեք փոխելու կամ ներարկելու համար։ Երբ ձեզ դուր չի գալիս որևէ մեկի ճաշակը, կարծիքը կամ մոտեցումները, մեկ վիրավորական կոմենտով չեք փոխելու իր ոչ ճաշակը, ոչ էլ կարծիքը։ Ընդհակառակը, վատնելու եք ավելորդ ժամանակ ձեր կյանքից, նյարդայնանալու եք դուք, վերջում էլ հիասթափվելու եք դուք, որ այդքանից հետո ոչինչ չփոխվեց։ Իրականում փոխվեց։ Դուք դարձաք ավելի նյարդային, դուք կորցրեցիք ձեր ժամանակը այդ մեկնաբանության վրա, որի փոխարեն կարող էիք օրինակ գրկել ձեր ընտանիքի անդամին, ու դուք եք հետո ափսոսալու, թե որքան ժամանակ եք վատնել անօգուտ ու անարդյունք մարդկանց վրա։ Երբևէ հանդիպել եք շատ գինովցած մարդու անգիտակից վիճակում։ Ինչ եք կարծում, հնարավոր էր իրեն արագ սթափեցնել մի քանի խոսքով։ Իհարկե ոչ, խմիչքն իրենն արդեն արել է, մեզ մնում է սպասել մինչև նա կոյաղանա։ Նույնը կատարվում է ոչ ձեր ճաշակի մարդկանց հետ շփվելիս։ Իր կրթությունն իրենն արել է, լավ կրթություն, թերի կրթություն, կարևոր չի։ Դրանով մարդը զարգանում է, իր միտքը հասցնում է որևէ մակարդակի ու ըստ դրա է որոշումներ կայացնում՝ լսել թաթուլ, թե կոմիտաս, կրել վառ հագուստ, թե ոտքից գլուխ սև։ Ես, դուք, այլ մարդիկ, բոլորս արփում ենք մեր ստացած կրթությամբ ու դաստիարակությամբ, անկախ դրա որակից լցվում ենք դրանով, ամեն ինչին նայում ենք մեր աչքերով, օրական 1-2 վատ կոմենտով դուք ինչ եք փորձում անել մյուսների կյանքում, փոխել իր ճաշակը, որը ձևավորվել է տասնյակ տարիների ընթացքում, կորցնել ձեր ժամանակն ու նյարդերը, թե ձեր կոմենտով հերթական դիտումն ու ակտիվությունն ապահովել, որպեսզի ավելի շատ մարդ տեսնի այդ աղբը։ Մարդուն փոխելու համար մեկ մեկնաբանությունը մի տեսակ քիչ է, մանավանդ վիրավորական։ Մարդուն ոչ թե վիրավորել է պետք, նրա հետ թշնամանալ կամ փչացնել նրա օրն էլ ձերն էլ, այլ կրթել կամ վերակրթել նրան։ Իսկ կրթությունը երկարաժամկետ ու քրտնաջան գործընթաց է։ Դուք նախընտրում եք վիճել, վիրավորել իրար, բայց հանուն արդարության ասենք, այնպես չէ, որ դա ձեզ էլ հաճելի է։ Ոչ, պարզապես դուք էլ դրա մեջ եք տեսնում ելքը։ Ստիպված եք բղավում իրար վրա, ստիպված եք լքում իրար, հարվածում, վնասում ու նեղանում իրարից։ Ես գիտեմ բանակցային մեթոդներ, որ բանը չհասնի դրան։ Պարզապես որոշել եմ առանց ձեզ մեղադրելու պատմել այն մեթոդները, որոնք ձեզ զերծ կպահեն մարդկանց մեջ չհասկացված ու չգնահատված լինելու փորձություններից։ Ես դա անում եմ իմ գրքերով ու հանրային համեստ գործունեությամբ։ Եկեք խավարն անիծելու փոխարեն գոնե մեր բաժին մեկ մոմը վառենք ու կտեսնենք այդ վախկոտ խավարի բարդությունը։ Բաժանորդագրվեք իմ բլոգին, որի հղումը կտեղադրեմ մեկնաբանություններում։ Մնացածն այնտեղ կխոսենք։ Կամ էլ մի բաժանորդագրվեք, որոշումը ձերն է։